Բարի լույս սիրելիներս, առավոտյան 7-ից կես է, մեզ մոտել է աշուն, բայց փոշոտ տերևաթափ, տերևները թափվել են, չորացել, բայց տեսեք նաև ինչքան փոշի կա, որովհետև շուրջ բոլորը ինչ-որ շինարարական գործեր են ընթանում։ Արեգին տանում եմ այգի մի քիչ զբոսնելու, խաղալու։ Օդը բավականին փոշոտ է, վաղ առավոտյան ու արդեն փոշի կա շատ։ Այգու դիմաց սա նորություն է, այստեղ նստում սպասում են ավտոբուսներին։ Գնա, որ Արեգը շատ է սիրում կոկոս, ճանապարհին ասում եմ կոկոս խմես, ասում է չէ, որովհետև ուշքի միտքը այս խաղահրապարակն է, արդեն գիտի, որ այստեղ են գալիս, ուզում եմ 1 րոպե շուտ հասնի, որ սկսի խաղալ։ Ինչ խաղաս։ Սվինգ անես։ Քիլ։ Այն հատվածում յոգա են անում։ Առավոտյան ժամերին ավելի շատ մարդ կա բնականաբար, ժամը 5-ից 6-ից սկսած մարդիկ գալիս են։ Ժամը 9-ից հետո էլ այդքան մարդ չի լինում։ Արդեն գնալու ժամանակն է, որովհետև շատ արև է լինում։ Այն կողմը արև կա, արի գնանք արևի տակ, բալ։ Արի, քեզ մի քիչ վիտամին D-ա պետք, ինձ էլ հետը։ Արի գնանք։ Այս անձրևների պատճառով շատ մնացինք տանը, փակ տարածքում ու արևից զուրկ։ Հիմա մեզ շատ արև է պետք։ Այն կողմից ես մտնում, արի։ Գնանք, շարունակենք քայլել, արի։ Այս հատվածը իսկականն է, որ Արեգը նստի, բայց չի նստի, դժվար։ Հետևից պիտի գնամ, հա, այստեղ նստենք մի քիչ, անուշ արևի տակ, Արեգ։ Բնականաբար ոչ, այստեղ մի մարդ մարզանք է անում, Արեգը ուշադիր ու չես վախեցել, բայց մարզանք են անում մարդի։ Ինչ ես տարօրինակ նայում, Արեգ։ Հեն հատվածում, որ յոգա էին անում, սկսում են ծիծաղել բարձր, ինչ-որ ձայներ են հանում, դա իհարկե ստրեսը հանելու միջոց է, էլի։ Բայց Արեգը շատ ծիծաղելի կերպով արձագանք է, ասեք, ծափ են տալիս, չգիտեմ, տարբեր ինչ-որ տեխնիկաներ կան, էլի, այդ ստրեսից ու ընկճախտից ազատագրվելու համար մարդիկ էլ օգտագործում են։ Իդեպ բոլորը տարիքով են այստեղ։ Այստեղ էլ երգում են ինչ-որ։ Ուր ես գնում են բարձր տեղը, ոնց ես դու բարձրանալու, բալ։ Չէ, դա քեզ համար չի, դա մեծերի համար է, չէ։ Ոյ, մանավանդ ես որ բարձրությունից վախենում եմ, չնայած չեմ ուզում երեխաներիս ներշնչել այդ վախը, ոնց որ փոխանցել իրենց, բայց մեկը, չէ, շատ բարձր արևս։ Արեգ, իջի բալքել։ Սիրելիներս, մենք տուն եկանք, Արեգին կերակրեցի, քնացրեցի ու անցա իմ գործերին, հնդկերենով մի նյութի վրա եմ աշխատում, հինդիով, գրել եմ, մշակում եմ, մի խոսքով։ Սա մեկ այլ հարթակի համար է, արդեն Հնդկաստանի համար է, ինչպես նաև մեկ այլ մասնագիտական գիրք եմ ուսումնասիրում, որը ուզում եմ նաև ձեզ ցույց տալ։ Սովորել է քարագիտության միջազգային ինստիտուտում, քարագիտություն թանկարժեք քարերի մասին է խոսքը բնականաբար, ու այս գիրքը այնտեղից է բերել, ես էլ ուսումնասիրել եմ, ես էլ արդեն շատ բան գիտեմ թանկարժեք քարերի մասին, մասնավորապես ադամանդների մասին, ու շատ հետաքրքիր է,
ինչքան էլ սովորես ծերտես, էլի սովորելու տեղ կա ու քանի որ երեխայի հետ կապված ես այդքան շատ ժամանակ չեմ կարողացել հատկացնել, ոնց որ պաուզաներով եմ էլի սովորել, ընդմիջումներով եմ սովորել, դրա համար ինձ պետքա որ նորից կրկնություն անեմ, ամբողջը նորից կրկնեմ, իհարկե ունեմ համառոտ գրած ամեն ինչ մշակած, կարևորները ընդգծելով գրել մշակել եմ, հանել եմ գրքից, առանձնացրել եմ Հիմա բավականին շատ գիտելիքներ ունեմ ադամանդի մասին, թե ինչպես տարբերել թանկարժեքը ոչ այնքան թանկարժեքից, մի խոսքով կեղծ օրիգինալից եւ այլն ու ադամանդ գնելիս ինչ կետեր հաշվի առնել, ինչը կարևորել, ինչպես ստուգել եւ այլն եւ այլն։ Շատ մանրամասներ կան, այսպես գրել եմ, սա իհարկե ընդհանուր ավելի ծավալուն է գրքի մեջ, բայց կարևորները վեր եմ հանել, որպեսզի ձեռքի տակ ունենամ, այսպես ասած կարճ քննություններ անցնելիս ամուսնուս մոտ կարողանամ հարցերին պատասխանել, եթե ինչ-որ մի բան մոռանամ, նայեմ, բայց իհարկե պիտի ամեն ինչը ճշգրտորեն իմանաս, որպեսզի հաճախորդների հետ աշխատելիս իրենց բոլոր հարցերին կարողանաս պատասխանել առանց երկմտելու, առանց մտածելու, այդ ճիշտ է թե սխալ, մի հատ էլ համառոտագրածս գրքի մեջ նայեմ, տեսնեմ։ Մի խոսքով այդ ուղղությամբ աշխատում եմ, իհարկե դրա համար կրկնում եմ, այս ամբողջ գիրքը ես գրեթե ամբողջ գիրքը յուրացրել եմ ու նորից հիմա փորձում եմ ժամանակ առ ժամանակ կրկնողություն անել, բացատրվում է թե ինչու ադամանդն այդքան թանկարժեք եւ որտեղից է առաջանում, ինչ ձևով են մշակում, ամբից մաքուր ադամանդ գոյություն ունի թե ոչ, ինչ գիտեք հեչ ադամանդի մասին, գրեք կոմենտներում, կկարդամ։ Ես էլ կկիսվեմ ձեզ հետ իմ գիտելիքներով մյուս վլոգների մեջ։ Տեսնեմ մի բան էի ուզում գտնել, մի հատ տեսնեմ որ էջի վրա էր դա։ Դուք օրինակ որ ձևի ադամանդն եք նախընտրում ավելի շատ, այստեղ նայեք։ Այս տեսակներից սիրտ, օվալ, քառակուսի, ուղղանկյունի եւ այլն, կլոր։ Ես կլորը սիրում եմ, քառակուսին էլ եմ սիրում, օվալն էլ եմ սիրում, չգիտեմ, ամեն մեկն իր տեսքն ունի յուրահատկությունն ունի, կարծում եմ նայած թե ինչ զարդի վրա է, եթե մատանու վրա է, բոլորն սիրուն կնայվեն ինձ թվում է, դա էլ մատանու դիզայնից է կախված, ինչպես են մշակում ադամանդը, ինչ տեխնիկա են օգտագործում եւ այլն, ինչպես են գները որոշում ադամանդի, այստեղ բոլոր ամիսներին ծնվածներին համապատասխան քարեր են նշված, թե օրինակ իմը հունվարին ծնվածների համար նռնակարն է ավելի լավ, այսինքն եթե նռնակարով ինչ-որ զարդեր օգտագործեք, կրեք, ձեզ ավելի համահունչ է, ձեր էներգիային ավելի համահունչ է, ձեր ծնված ամիսը գրեք կոմենտներում, իսկ ես կգրեմ, թե որ քարն է ձեզ ավելի համապատասխան։ Իդեպ հնդիկները շատ են ուշադրություն դարձնում քարերին, իրենց ծնված ամսաթվին, օրվան, ժամին եւ այլն, գիտեք, այս մասին ձեզ պատմել եմ։ Այստեղ աստղաբանությամբ շատ են զբաղվում ու շատ են կարևորում մեծամասնությունը, ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հիմնականում հինդուները, թե երեխան որ օրն է ծնվել, որ ամսին, որ օրը, որ ժամին, որ րոպեին, անգամ վայրկյանն են հաշվի առնում ու ըստ դրա ձեզ ասել եմ ես իմ նախորդ վլոգներում, որ ըստ դրա որոշում են երեխայի անվան առաջին տառը, այսինքն անվան որ տառն է ավելի իր էներգիային համապատասխան, որ աստղի հետ են կապում, մի խոսքով մոլորակների հետ կապ ունի, դա տիեզերքի հետ կապ ունի, այդ էներգիայի հետ կապ ունի։ Ես մասնագետ չեմ, իհարկե շատ տեղեկացված չեմ այդ մասին, որպեսզի այսպես մանրամասնեմ ձեզ համար, բայց եթե այս թեման ձեզ հետաքրքիր է, ես կուսումնասիրեմ ու ձեզ համառոտ կներկայացնեմ։ Ես ձեզ ասել եմ, որ Ռոնիի անունն ենք մենք այդպես որոշել, ամուսնուց ցանկությամբ, որ անպայման իր ծնված րոպեի վայրկյանի հետ կապ ունենա իր անվան առաջին տառը։ Շատ ժամանակ ոչ միայն առաջին տառն են հաշվի առնում, այլ առաջին տառը կապակցությունը, առաջին երկու տառը, օրինակ ասում են ռո կամ եթե ռ տառով ռո, ինչ որ երկու տառով տառակապակցությունը առաջին ասում են, այդ աստղաբանն էլի հաշվում ասում, օրինակ 3 տառակապակցություն է տալիս, ասում է այդ 3 տառակապակցություններից մեկը ընտրեք, դրանով անուն որոշեք երեխայի համար, մի խոսքով ու գիտեք մի հետաքրքիր բան էլ ասեմ, որ այստեղ օրինակ եթե տարիներ անց մարդը ինչ որ բիզնես է սկսում, ինչ որ գործ է անում կամ տարբեր աշխատանքների համար դիմում է, չի ստացվում իր մոտ, տարբեր պատճառներով չի ստացվում իր մոտ ու կյանքի որակն էլ այնքան լավը չէ, անընդհատ ջանք է ներդնում, աշխատում է իր վրա, բայց այնքան էլ այն հաջողությանը չի հասնում, որին որ կցանկանար, ինչ բաներ են խանգարում, հանգամանքներ են խանգարում, իրենք նաև կապում են դա
անվան հետ ու գնում են անվան անունը, անվան մեջ ինչ որ մի տառ պակասացնում են կամ ավելացնում են, հիմնականում ավելացնում են, օրինակ ամուսնուս ընկերներից մեկը իր անվան տառերից մեկը կրկնապատկել են Ž տառը, Ž տառ կա իր անվան մեջ, երկու անգամ է դարձրել, բոլոր տեղերում, փաստաթղթերում եւ այլն իր անունը փոխել է կրկնակի տառ ավելացնելով ու այդպես ինչ որ մի բան փոխվում է, վիբրացիաներ են փոխվում, էներգիան է փոխվում, ինչ որ հաջողություն է բացվում, համենայն դեպս իրենք հավատում են։ Ես ոչ մի մեկնաբանություն չեմ կարող այս մասին տալ, որովհետեւ ես մասնակից չեմ, ես չեմ ուսումնասիրել այդ ոլորտը, ես շատ բան չգիտեմ այդ մասին, իսկ ինչի մասին մենք շատ բան չգիտենք կամ ընդհանրապես չգիտենք, անտեղյակ ենք, մենք չենք կարող պնդել դա ճիշտ է, սխալ է կամ ինչ որ տարբեր մեկնաբանություններ տալ։ Հետաքրքիր է այդ ոլորտը, կարելի է ուսումնասիրել, կարդալ, իմանալ եւ այլն։ Ու հա նաեւ մի բան էլ նշեմ, որ օրինակ մարդիկ եթե գնում են օրինակ ականջը դակելու կամ ինչ որ պիրսինգ անելու մարմնի վրա, ինչ որ տատու անելու, մարմնի վրա ինչ որ փոփոխություն անելու, որը օրիգինալից կտարբերվի, այսինքն այնպես ինչպեսին որ իրենք ծնվել են, էլ այդպես չեն լինելու, որովհետև երբ որ դու ականջը դակում ես, ինչ որ մի բան փոխում ես քո մարմնի վրա ու դա տարբերվում է այն օրիգինալից, ոնց որ դու ծնվել ես, ու իրենք դա շատ են կարևորում ու սենց շատ ուշադրությամբ ու զգուշությամբ են մոտենում, օրինակ ականջը կդակեն որ հատվածում, եթե հենց այնպես չեն վերցնի առանց հաշվի առնելու ձախ ականջն է, թե աջ ականջն է ու ուղղակի ինչ որ միտեղ դակեն, չէ։ Իրենք պիտի մտածեն, բոլորի մասին չեմ ասում, բայց մեծամասնության մասին եմ ասում, իրենք պիտի անպայման հաշվի առնեն, թե այս հատվածը օրինակ կարելի է դակել թե ոչ, եթե դակեն, դա ինչպես կանդրադառնա ընդհանուր իրենց էներգիայի վրա, որովհետև երբ որ մարմնի վրա ինչ որ մի փոփոխություն ես անում, քո էներգիան արդեն տարբերվում է այն էներգիայից, ինչը որ ունեիր դրանից առաջ։ Հստակ նաև երկու բառով ձեզ ասեմ պլաստիկ վիրահատությունների մասին, անցած մի քանի վլոգներ առաջ ես ձեր հարցերից մեկին էի պատասխանել, որ վիրահատություններ, պլաստիկ վիրահատություններ անում են Հնդկաստանում թե ոչ, շատ տարածված է թե ոչ, ինչպես Հայաստանում ես պատասխանեցի, որ ոչ, տարածված չէ, հասարակ մարդիկ չեն գնում ուղղակի սիրունության համար քիթը վիրահատելու, շոու բիզնեսի մարդիկ ավելի շատ էկրաններին շատ գտնվող մարդիկ, ովքեր շատ նշանակություն են տալիս իրենց շրջապատից ելնելով, իրենց գործի բնույթից ելնելով, բայց էլի շատ հայտնիներ կան, ովքեր ինչ որ տարբերվում են սովորականից, ինչ որ դեմքի վրա առանձնահատկություն ունեն, բայց ոչ վիրահատություն են անում, ոչ փոփոխություն են անում, բայց դրանից իրենց հաջողությունը ոչ մի կերպ չի պակասում։ Օրինակ շատ հայտնի դերասան Հրիտիկ Ռոշոնը ունի երկու բութ, չգիտեմ ձախ ձեռքին է թե աջ ձեռքին է, բթից մի բութ էլ է աճած, այդպես ինքը ծնվել է երկու բթով ու ինքը երբեք չի մտածել վիրահատելու մասին, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ իր հին ֆիլմերում էլ հիմա էլ որ այդ բութը կա։ Իհարկե շոու բիզնեսի հայտնիները հատկապես կանայք, ովքեր որոշ տարիքի են հասնում, անցնում են որոշ պլաստիկ պրոցեդուրաներով, հա միջամտություններ են անում դեմքի, դեմքն են ձգում եւ այլն տարբեր միջամտություններ, ինչը ես նորմալ եմ համարում։ Եթե հիմա այն ժամանակաշրջանում ենք ապրում, որտեղ դա շատ հասանելի է ու նորմալ է ու չգիտեմ, ինչու ոչ, եթե մարդն ուզում է մի քիչ ավելի երիտասարդ երևալ, բայց իհարկե ոչ շատ երիտասարդ տարիքի, օրինակ տեսել եմ հայերի մոտ շատ երիտասարդ աղջիկներ նույնպես շատ մեծ վիրահատություններ են անում դեմքը ձգելու համար, փոքրիկ ինչ-որ միջամտություններ ինձ թվում է կարելի է երիտասարդ հասակում, քանի որ դեռ շատ կնճիռներ ունենալու տարիները առջևում են ու շատ երիտասարդ ժամանակից ինձ թվում է այդքան էլ պետք չէ, բայց իհարկե ամեն մարդ ինքը գիտի, ամեն մարդ ինքն է իր մարմնի, մաշկի եւ կյանքի տերը, ինքը գիտի թե ինչպես վարվի ինքն իր հետ։ Հնդիկներն այդքան էլ տարված չեն իրենց արտաքինը ցույց դնելու համար տարբեր միջամտություններ կատարելու, վիրահատությունների տակ ընկնելու եւ այլն, չէ։
Հնդիկներն ավելի շատ կարևորություն են տալիս ու ուշադրություն են դարձնում մաշկի գույնին, քան դիմագծերին։ Օրինակ, երբ եկել էի, շատ էի զարմանում, որ իրենք իրենց մեջ տարանջատում են, օրինակ, ավելի մուգ է, ես ավելի բաց եմ, ու ավելի բաց գույնի մաշկով մարդիկ մտածում են, թե իրենք մի քանի գլուխ բարձր են ավելի մուգ գույնի մաշկով իրենց հայրենակիցներից, իրենց ազգակիցներից։ Այդ խտրականությունը մաշկի գույնի առումով շատ աչքի ընկնող է։ Մեր հարևանի տանը մի կին էր աշխատում, ինքն ավելի մուգ մաշկով կին էր։ Ինքը պատմում էր, որ իր ամուսնու մաշկն ավելի բաց է իր մաշկի գույնից ու դրա պատճառով իր ամուսնու ընտանիքը իրեն ոչ մի նվերներ չեն տվել ամուսնությունից հետո, ոսկյա զարդեր չեն գնել, որ սովորաբար Հնդկաստանում հարսների համար անում են այդ ամեն ինչը, ոսկյա զարդերով նվերներ եւ այլն, իր համար ոչինչ չեն գնել, որովհետեւ ինքն ավելի մուգ է մաշկով, քան իր ամուսինը։ Դա ինձ համար աբսուրդի ժանրից էր ու լիքը աբսուրդային ինչ-որ պատմություններ եմ լսել, բայց հիմա իհարկե արդեն սովորական է դարձել, որովհետև արդեն գիտեմ մտածելակերպ ինչպիսին է որոշ մասաների, որոշ մարդկանց, արդեն տարբերակում եմ, օրինակ, այս տեսակի մարդիկ ինչ մտքեր կարող են արտահայտել, այս տեսակի մարդիկ ինչ մտքեր կարող են արտահայտել։ Իրենցը սիրով ամուսնություններ, այսինքն իրենք իրար սիրում էին ու որոշել էին անկախ ծնողների համաձայնությունից ամուսնանալ, ու ինչ որ մի 2 տարի հետո նոր ծնողները սկսել են իրենց հետ խոսել, բայց մեկ այլի հարսին չեն ընդունել, որովհետև ինքն ավելի մուգ մաշկի գույն ունի, չնայած նրան, որ երկու ընտանիքներն էլ նույն դասին են պատկանում, այնպես չի, որ տղայի ընտանիքը ավելի բարձր դասի է պատկանում, աղջիկա ընտանիքը ավելի ցածր, նույն մակարդակի, բայց մեկ է այդ գունային տարբերությունը դրվում է էլի մաշկի գույնի հետ կապված, դա ես չեմ հասկանում, ինձ համար մաշկի գույնը կարևոր չէ այնքան, ինչքան մարդու ներկայանալի լինելը, մարդու բնավորությունը, մարդու մարդ լինելը, դա եմ ավելի շատ կարևորում ու իհարկե դիմագծերը։ Եթե օրինակ արտաքին գեղեցկության մասին է խոսքը, ավելի ես ուշադրություն եմ դարձնում ավելի դիմագծերին, քան թե մաշկի գույնին։ Օրինակ ինձ կգրավի աչքերի ձևը, աչքերի արտահայտությունը, աչքերի փայլը, չգիտեմ, շուրթերի ընդգծվածությունը եւ այլն, արտաքին այլ տվյալներ, իսկ մաշկի գույնը ավելի երկրորդական է ինձ համար։ Մի խոսքով սիրելիներս, որտեղից ուր հասա, ինչ թեմայից ինչ թեմայի անցա, մի խոսքով կոմենտներում կգրեք, տեսնեմ որ ամսին եք ծնվել, ես ձեզ համապատասխան քարը կնշեմ, այդ քարը կգտնեք, այդ քարով ձեզ համար զարդեր պատրաստեք ու գրեք, որպեսզի ձեր էներգիան ավելի համահունչ լինի ձեզ հետ։ Արինք Արեգն արթնանում է ու մի անգամից մեծ ժպիտով գալիս է։ Հələ smile արա։ Ժպտա smile։ Արոնին ասում բրոնի ծնվել է ժպտալու համար, քո անունը ժպիտ պիտի լիներ, չնայած այս անունն էլ է շատ համապատասխան ու շատ սազում է քեզ։ Չէ՞։ Արեգակի պես ջերմացնում ես դու մեր սրտերը, մեր հոգիները, օխ, ոխ, հա, Ռոնց։ Իմ փոքրիկ, շատ է սիրում ապերին։ Ինչքան չարաճճիություններ եք դուք անում, հա։ Տանը միասին շատ չարաճճիություններ են անում, այն որ ամեն վարքյան սիրտս թփթփում է, որ մի տեղից հանկարծ չընկնեն, Արեգ է էլի հիմնականում, դե Ռոնին չի ընկնի բնականաբար, բայց քանի որ Ռոնին է հետևից վազում, չգիտեմ, խաղեր է խաղում հետը վտանգավոր, արկածախնդիր է շատ, ու ամեն վարքյան սենց, չգիտեմ, ոտքերից թաթերի վրա եմ ոնց որ ասում է ժողովուրդը, որ հանկարծ մի բան չլինի, մի տեղից չընկնի, այսօր աթոռից ընկել է, բայց մեծ աթոռից ընկել է։ Այն որ մի ակնթարթ էլ աչքը թարթում ես, ինչ որ մի բան լինում է։ Ես նախատեսում եմ մի հետաքրքիր նորություն մտցնել ալիք, տեսնեմ ոնց եմ տեղավորվում ժամանակից մեջ, շատ եմ ուզում, ամեն օր մտածում եմ այդ մասին։ Մի քիչ տխրել եմ, որ դիտումներս ավելի քիչ են, որ YouTube-ը չգիտես ինչի որոշել է, որ իմ հետևորդներին ու մնացած մարդկանց YouTube-ում ցույց չտալի ալիքը, իմ վիդեոները, որովհետև շատ կտրուկ իջել են դիտումները վիդեոներիս, չգիտեմ, որ շատ քիչ չի տարբերությունը, շատ կտրուկ է իջել, ինչը իհարկե տխրեցնող փաստ է յուրաքանչյուր բլոգերի համար, բայց դե չենք տխրում, աշխատում ենք մոտիվացիայից չընկնել ու շարունակել վիդեոներ նկարել, հա բալ։ Այ Ռոնին իր 7 տեսակի վարժություններն արել, արդեն ասել եմ ձեզ, որ անպայման ամեն օր վարժություններ է անում, բայց այս Դիվալին ընկավ մեջ, Դիվալիի տոնը ու մի քիչ տենց հետ է ընկել, մի քանի օր չի արել, բայց այսօր նորից սկսեց անել 7 տեսակի ամեն մեկից 60 հատ արել է ու պապան իրան
Ինչ ա տվել, բալ, ինչքան էիր վաստակել։ 1 ժամ iPad-ով խաղալու հնարավորություն ա վաստակել։ Սիրելիներս, ձեզ այստեղ ասեմ հաջողություն, լավ մնացեք, լայք դրեք տեսանյութին, որպեսզի մի քիչ այդ ալգորիթմը փոխվի, էլի YouTube-յան ու մարդիկ իսկապես տեսնեն իմ վիդեոները։ Ու հետ ընթաց չապրենք առաջընթացի փոխարեն։ Ես էլ այս իմ նյութի վրա աշխատեմ, մեկ վիդեո պիտի պատրաստեմ։ Մի խոսքով, լավ մնացեք, շուտով կրկին կհանդիպենք։ Մինչ նոր հետաքրքիր հավես վլոգներ։